Երեխաների մոտ հաճախ հանդիպում է նևրոտիկ փսխումը եւ ծնողները եւ մանկավարժները պետք է տեղեկություն ունենան այդ երևույթի մասին։ Եվ կրտսեր դպրոցական եւ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ այս երևույթը նորմա է։ Դա լինում է այն դեպքերում, երբ երեխան օրինակ զգում է իրեն անապահով, մթնոլորտը լարված է եւ այդ ստրեսային իրավիճակում նա առանց որևէ օրգանական պատճառների կարող է փսխել։ Այդ վարքը կարող է լինել տագնապային իրավիճակում, երբ որ երեխան զգում է, որ պետք է անջատվի ծնողից, եւ այդ անջատման վախի հետևանքով նորից երեխայի մոտ կարող է հանդիպել այս նևրոտիկ փսխումը։ Այս վարքը կարող է լինել նաև պարզապես ուշադրություն գրավելու համար, երբ երեխան զգում է, որ իր հուզական պահանջները չեն բավարարվում, եւ նա անցնում է իր մեթոդներին։ Այդ հիստերիկ լացը, փսխոցը երբեմն ուշադրություն գրավելու հրաշալի ճանապարհ է։ Այս երևույթը, եթե ուղեկցվում է առանց օրգանական պատճառների, ծնողները եւ մանկավարժները պետք է լինեն հավասարակշռված, իմանան, որ երեխան այս վարքը կիրառում է տարբեր պատճառներով, երբեմն պետք է փորձեն անշուշտ դուրս բերել պատճառները։ Եթե լարվածության եւ անապահովության մթնոլորտում է դա տեղի ունենում, ցանկալի է, որ ծնողը կամ մանկավարժը փորձի զրուցել երեխայի հետ իր հուզական վիճակների մասին, ինչպես է իրեն զգում, ինչ կա, որ իրեն անհանգստացնում է, խանգարում է, վախեցնում է, զայրացնում է։ Եթե տեսնում ենք, որ դա պարզապես ուշադրություն գրավելու միջոց է, պարզապես փորձում ենք ուշադրություն չդարձնել, պահել մեր հավասարակշիռ կայուն վարքը։ Ամփոփելով ուզում եմ ասել, որ որոշ տարիքի երեխաների մոտ այս վարքը նորմալ է, լարվածության պատճառները վերացնելուց հետո այս վարքը սկսում է նվազել կամ ընդհանրապես անհետանում է, անպայման հետևում ենք կան արդյոք օրգանական պատճառներ, թե ոչ, դա հիստերիկ վարք է, թե իրականում փսխման համար երեխան ունի պատճառներ, որովհետև օրինակ կարող է լինել, որ երեխան ինչ-որ ուտելիք տեսնելուց սրտխառնոց է ունեցել, զզվանք է ունեցել եւ հաջորդ անգամ ինքը ամեն անգամ այդ ուտելիքը տեսնելիս զգում է այդ սրտխառնոցը։ Այդ պարագայում մենք գիտենք, որ սրտխառնոցի համար երեխան ունի հիմնավոր պատճառ, հստակ աղբյուր, որի պատճառով առաջանում է սրտխառնոց, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ պատճառ չկա, օրգանական խնդիրներ չկան, սա պարզապես հիստերիկ նևրոտիկ վարք է, փորձում ենք երեխայի ուշադրությունը շեղել խաղերի միջոցով, սառը ջուր տալու միջոցով, զրույցների միջոցով եւ հետեւում ենք, որ այս վարքը փոխարինվի ավելի կառուցողական, ռացիոնալ միջոցների, հա, երեխային սովորեցնում ենք խոսել իր զգացմունքների մասին, արտահայտել իր վախերը, որ այդ տարիքի երեխաների մոտ դեռ այդքան զարգացած չէ, բայց եթե մենք հմուտ մասնագետներ լինենք, հմուտ ծնող փորձենք լինել, գիտակից ծնող, մենք կարողանանք երեխաներին սովորեցնել խոսել իրենց զգացմունքների մասին, դրանք գիտակցել եւ արտահայտել եւ վստահեցնում եմ, որ նմանօրինակ դեստրուկտիվ, իռացիոնալ վարքի ձևերը կամաց մեր երեխայի վարքից դուրս կգան։